Այսօրվա աշխատանքներիցս մեկը ձեզ եմ ներկայացնում, ուրեմն այս հատվածը վառարանին էր կպել ու վառվել էր, այսենց մեծ վառված էր, այս ներքևի ծիսման էլ հետը վառվել էր, ու ես իրա գրպանի հաշվին, գրպանից նույն այս ալիքաձև կարով գրպանից կտոր եմ հանել, այսենց կտոր եմ հանել, տեսեք, գրպանը նույն ձևով էր, նույն կտորով էր արված, այս կողմի գրպանը քանդել եմ, տեսեք, կտոր եմ հանել, ես իրա փոխարենը սև աստառի կտոր եմ կարելու, նորից այս ծիսմայով սիրուն հավաքեմ գրպանը, իսկ այստեղ զուգահեռաբար, սա մեջքի հատվածն է, կապիշոնով ժիլետկա է, տեսեք, մեջքի հատվածն է, զուգահեռաբար արդեն ֆիկտիվ այդպես նույն կարից տվել եմ, կարծում եմ շատ լավ է ստացվել, խնդրում եմ մեկնաբանությունում դուք էլ գնահատեք, ճիշտն ասած, այն որ ասում են մի պրոբլեմից 3 լուծում է լինում, առաջինը ես սա մտածեցի, ասեցի հաճախորդուհուս, ինքը համաձայնվեց, բայց հետո որոշեցի, որ կարելի է նույնիսկ իրան այսենց ուղիղ կտրել ու շրջել, որտեղ հետևի կողմից էլ ինքը նույն ալիքաձև կարերով, մտածում էի կկտրեմ այդպես ու կշրջեմ, այդ վառած մասը արդեն աստառի կտորով կփակեի, երկրորդ լուծումը դա էի որոշել, երրորդն էլ առաջարկեցի կարճացնել, ինքը չուզեց, ոչ երկրորդը, ոչ երրորդը, ասեց ամենահարմարը այս, որ գրպանից կտոր եմ հանել, սա է, ու ես իհարկե հաճախորդուհուս որոշած ձևով, հավանած ձևով արեցի, կարծում եմ լավ է ստացվել, մարդը սիրում է իրա հագուստը, իրա պրակտիկ ժիլետկան է, կհագնի տակ-տակ, գոհ ու շնորհակալ, խնդրում եմ դուք էլ գնահատեք ու համարձակ եղեք, այսօրվա համար այսքանը։